Ողջույն։ Հայաստանի այս ընտրությունները բացառիկ էին նրանով, որ մենք ոչ թե քննարկում ենք, թե ինչ առաջընթաց կունենա մեր երկիրը այս ընտրություններով, այլ եթե Նիկոլ ընտրվի, թուրքերը կլցվեն Հայաստան, մեր տարածքներից կհանձնեն, եկեղեցու պառակտում ու քանդում կլինի արևմտյան Ադրբեջան, գյուղատնտեսությունը կփլվի եւ այլն։ Ուրիշ ոչ մի իշխանության պարագայում նման հարց չէինք քննարկի։ Նիկոլը մանկավարժներին ստիպում էր գնալ ծապտալ այն արտահայտության վրա, որ հենց ընտրվեմ Տիգրան հանձնելու եմ։ Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչյանը ամեն ելույթի վերջում ասում էր. ով ընտրում է Նիկոլին, ընտրում է Իլհամ Ալիևին, ընտրում է արևմտյան Ադրբեջանը։ Ես հեռու եմ այն մտքից, որ Նիկոլ Փաշինյանին ընտրել են։ Նա կեղծիքով, սպառնալիք շանտաժով, կաշառքով յուրացրել է վարչապետի աթոռը։ Ու այդ աթոռը միայն նա չի յուրացրել։ Նրա միջոցով Իլհամ Ալիևը։ Երբ ուզում ես հասկանալ, թե տվյալ ղեկավարը ում շահերն է սպասարկում, նայիր, թե ով է նրան սատարում սահմանից այն կողմ։ Հայաստանի ընտրություններում Փաշինյանին ակտիվ սատարում էին ադրբեջանցիները, թուրքերը, ամերիկացիները, եվրոպացիները, ժողովուրդը չէր սատարում, անգամ դրա հավաքներին չէր գնում, ոչ էլ ընտրել է։ Եթե քո թշնամին գովում է քո երկրի ղեկավարին, ուրեմն դու լրջագույն խնդիր ունես, ազգովի։ Ադրբեջանը Նիկոլի քարոզիչն էր դարձել։ Չեմ մեղադրում, բա իսկական գտածո է իր համար։ Եթե Ադրբեջանի հարևան Ռուսաստանում, Վրաստանում, Իրանում, անգամ Թուրքիայում լիներ Նիկոլ Փաշինյանի նման ղեկավար, Ադրբեջանը հիմա 2 միլիոն քառակուսի կիլոմետր դարձած կլիներ։ Թշնամուն պետք է ծնկի եկած, խեղճացած, ժողովրդի դիմադրողականությունը կոտրող իշխանություն։ Եվ իդեմս Նիկոլի նրանք գտել են իրենց իդեալական կատարածուին։ Երբ ընդդիմությունը ոտքի է կանգնում, պաշտպանելու պետականությունը, Ադրբեջանն ասում է, սրանք ռևանշիստներ են, ուզում են պատերազմ բերել, անցնում է կես ժամ, քպական падգամավորներն ու դրանց շեֆը ասում են նույնը։ Բաքուն ասում է Արցախի էջը փակված է, Փաշինյանն ասում է Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու։ Եթե Ալիևը իր դեմքով մասնակցեր Հայաստանի խորհրդանական ընտրություններին, ավելի հասկանալի կլիներ։ Ադրբեջանը իր ամենամեծ ձեռքբերումներից է համարում, գիտեք ինչը, այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը 2020-ից հետո։ Ինչ էր ասում Նիկոլը։ Եթե ընդդիմությունը ընտրվի, սեպտեմբերին լինելու է պատերազմ։ Եթե ես ընտրվեմ, կլինի խաղաղության դարաշրջան։ Սուտ էր ասում, բայց դե ասում էր։ Կեղծելով ընտրվելուց հետո, հենց առաջի խորհրդանական ելույթում ասում է. Հայաստանի խորհրդանում Ղարաբաղի դրոշների արկայությունը պատերազմի սպառնալիք է ստեղծում։ Խաղաղության դարաշրջանից խոսողը ասում է. մի հատ ոտքներս հենց ծուռ դնենք, լինելու է պատերազմ։ Չհնազանդվելու այլ ընտրանքն է պատերազմ։ Այսինքն շանտաժով հրադադարը շարունակվում է։ Ժողովուրդ ջան, եւս մեկ 100-րդ անգամ համոզվեք, որ պատերազմի առհավատչան, երաշխավորը, գրավականը հենց Փաշինյանն է։ Մինչ այդ մարդը խոսում է խաղաղությունից, ընդամենը 3 օր առաջ, հունիսի 15-ին, Ալիևը Շուշիում համաժողով է անում ու Հայաստանի տարածքի մի մասը հայտարարում Զանգեզուրի միջանցք։ Այսպես կոչված խաղաղության դարաշրջան բացող Ալիևը ասում է. երբեք չենք մոռանա, թե ինչ են արել հայ օկուպանտները մեր ժողովրդի եւ մեր քաղաքների հետ, ինչպես նաեւ 65 մզկիթների ոչնչացումը։ Նիկոլն ասում է, էջը փակել ենք։ Ալիևը ասում է, երբեք չենք մոռանա, այսինքն ոչ մի էջ չենք փակելու։ Ընտրություններից անմիջապես հետո Հայաստան այցելեց Ալիևի ներկայացուցիչ Հիկմետ Հաջիևը։ Նվաստացնող կադրեր էին նրան Դիլիջանում զբոսնելիս տեսնելը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին երբեք ավելի ձիգ, զգաստ կեցվածքով չեմ տեսել, քան ադրբեջանցու հետ զբոսնելիս։ Լուսանկարը էկրանին է։ Կարծես երազանքին հասած լիներ։ Ինչի էր եկել Ալիևի ներկայացուցիչը։ Ցուցումներ տալու, տարածքներ ուսումնասիրում, թե որտեղ են բերելու ադրբեջանցիներին։ Մարդամեկն ասում է, այն որ Հաջիևը եկել է Հայաստան, դա խոսում է խաղաղության մասին։ Խաղաղությունը կախված է այսինքն Ալիևի օգնականից։ Վաղը չզարմանաք, որ Նիկոլն ասի, ինչքան շատ ադրբեջանցի գա Հայաստան,
այնքան խաղաղությունը երաշխավորված կլինի։ Իսկ եթե գան մշտապես ապրելու, հաստատ կլինի խաղաղություն, դե հո Ալիևը չի համարձակվի ադրբեջանցիների վրա հարձակվել։ Այդպես սկսելու է ժողովրդին շանտաժանելու հերթական փուլը, որով կբերեն վախենամ ադրբեջանցիներին։ Ընդդիմությունը բազմիցս է ասել, որ Նիկոլի վերընտրվելու դեպքում սպասեք արևմտյան Ադրբեջան ողբերգական թեզի գործնական փուլին։ ՔՊ-ն ու Նիկոլը հանգստացնում են ժողովրդին, թե դա ընդդիմությունն է հորինել։ Հունիսի 3-ին, երբ Հայաստանում քարոզարշավ էր, Նիկոլենք հերքում էին արևմտյան Ադրբեջան թեզը, Բաքվում տեղի ունենում վերադարձ արևմտյան Ադրբեջան որպես ազգային գաղափարի նոր փուլ, միջազգային կոնֆերանս։ Ինչ է կարծում, ով էր ֆինանսավորել։ Կազմակերպել էին Բաքվի պետական համալսարանը, արևմտյան Ադրբեջան համայնք կոչված հիմնարկը Ալիևի աշխատակազմի ֆինանսավորմամբ։ Այդ կոնֆերանսում խաղաղության գրավական են համարել իրենց վերադարձը։ Հենց այսօր, հունիսի 18-ին, Նախիջևանում մեկնարկել է երկօրյա համագումար փառատոն վերադարձ դեպի արևմտյան Ադրբեջան թեմայով։ Սա երրորդն է։ Սա դարձյալ կազմակերպել է Ալիևի աշխատակազմը։ Նիկոլ, ինչն եք երգում։ Այսօր կառավարության նիստ էր, ճեպազրույց էր տալիս, ինչ որ խոսքերով ասֆալտին էր ծեփում։ Համարձակվեցիր դատապարտել արևմտյան Ադրբեջան փառատոնը։ Արցախի դրոշը համարում ես պատերազմի սպառնալիք, բա որ ասում են գնալու ենք Հայաստանում ապրենք, սկի սպառնալիք չկա այդտեղ։ Ասել են Հայաստանը պետք է ստեղծի պայմաններ արևմտյան ադրբեջանցիների անվտանգ, արժանապատիվ, խաղաղ վերադարձի համար։ Ինչ է կարծում, չեն ստեղծում։ Իսկ գուցե հենց այս պահին Նիկոլենք թաքուն զբաղված են ադրբեջանցիների համար արժանապատիվ եւ անվտանգ պայմանների ստեղծմամբ։ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը հայտարարում է, թե Հեյդար Ալիևը արևմտյան Ադրբեջանի եւ այլն եւ նոր իրողությունների պայմաններում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արևմտյան Ադրբեջանի հարցը սահմանել է որպես ազգային օրակարգի կարևոր ուղղություններից մեկը։ Դուք Հեյդար Ալիևից երբևէ լսել եք այդ թեզը։ Չէ, ժողովուրդ ջան, դա իրենց համար երազանք էր։ Նիկոլը երազանքի կատարող։ Այստեղ բանալի բառերն են նոր իրողությունները։ Նոր իրողությունը ո՞րն է։ Դա Նիկոլ Փաշինյանն է։ Կարճ ասած, երբ Նիկոլը նոր էր եկել Հայաստանի քարտեզը, այդ ժամանակ լրիվ ուրիշ տեսք ուներ։ Միացյալ էր Արցախի հետ։ 2020 թվականից սկսած ամեն տարի փոքրանում է։ Սկզբից Արցախի մի կտորը փոքվեց, հետո Հայաստանից մասեր փոքվեցին, հետո Արցախը լրիվ փոքվեց, հետո էլի Հայաստանից մասեր փոքվեցին, ամեն տարի։ Հիմա խոստացել է էլի հանձնել։ Բայց հիմա արդեն այդ քարտեզի փոքրացմանը զուգահեռ նաև բովանդակությունն են փոխում, մեջի պարունակությունն են փոխում, բնակիչների կազմն են փոխում։ Ու սարսափելի է մտածել, թե ինչ է մնալու Հայաստանից, եթե սրանք մի քիչ էլ մնան։